Կապանից 37 կիլոմետր հեռու գտնվող սահմանամերձ ծավը նոր բուժկետ ունի, հագեցած առցանց խորհրդատվության, ախտորոշման և առողջության մոնիթորինգի սարքավորումներով։ Վիվա բարեգործական հիմնադրամը ծավից մեկնարկեց հեռաբժշկության նոր նախագիծը։ Բնակիչները տեղում կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, նաև հեռահար տարբերակով դիմելով մասնագետներին։ Տեղից գնալը հասնել Կապան, օրինակ շատ դժվար է շատ բնակիչներին։ Մեկը մեքենա չունի, մեկը շատ ծեր է, մեկը հիվանդ է։ Ամենաճիշտը կլինի, որ բժիշկը գա հասնի ստեղ։ Հասնել բժշկին մենք կկարողանանք 3-4 ամիսը մեկ, բայց պաստայանը կապի մեջ բժիշկը կլինի։ Այս նախաձեռնությունը եղավ այն ժամանակ, որ Արցախը լքեցին մեր արցախցիները, ու մենք սկսեցինք օգնել արցախցիներին։ Եկանք այս գյուղեր ու հասկացանք, որ կապ չունի, Արցախից ես դու, Սյունիքից ես դու, Տավուշից ես դու, մենք հայ ենք ու մենք պետք է անպայման ամեն մեկին օգնենք։ Բուժկետում կաշխատի հերթապահ բուժքույր, համակարգված ընդունելություններ, նաև առցանց խորհրդատվություններ կանցկացվեն։ Դեղորայքը բուժառուներին կտրամադրվի անվճար։ Ծավցիների առողջական պատասխանատու Մարիետա Բալայանն այսուհետ նաև ենթաշրջանի բնակիչների առողջությանը կհետևի։ Ինչպես գիտենք, գյուղացին երբեք իրեն գործը միշտ գյուղի գործերը միշտ առաջնահերթ է համարում, չի ուզում թողի եւ գնա բժշկի, այդպես sense որ ասում են հասանելի է, իրեն ավելի հարմար է գտնում։ Բարեգործական հիմնադրամը համապատասխան մասնագետների եւ կամավորների հետ վերջին 2 տարում պարբերաբար այցելում է սահմանամերձ գյուղեր, բուժօգնություն տրամադրում տեղաբնակներին։ Ծրագրի նպատակն է բարձրորակ բուժծառայությունները հասանելի դարձնել սահմանամերձ բնակավայրերում, որտեղ առողջապահական հաստատությունների ռեսուրսները սահմանափակ են կամ իսպառ բացակայում են։ Հետաքրքիր աշխատանք է, ես իսկականից ինձ համար շատ կարևոր է, որ ես կարողանում եմ տենց Հայաստանում տարբեր գյուղերում տենց իրոք օգտակար լինել, ասենք այդ տենց վախտեքն եմ զգում, որ իմ սովորածը, իմ փորձը իրոք մարդկանց օգուտ է բերում։ Թերապևտ, ակնաբույժ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, 10 հոգանոց մասնագետների խումբը հետազոտում եւ բուժում է նշանակում հիվանդներին։ Ակնաբուժական, վահանաձև գեղձի ու հիմնականում շաքարային դիաբետի խնդիրներով են դիմում գյուղաբնակները։ Անցած անգամ ստաբանի մոտել ասյունայի ավելացրեց աչքի տեսողությամբ բժշկու մոտ ստուգեց նշանակումներ արեց, ունեմ թերություն աչքի կատարախտ, որ պետք է վիրահատվի, թող հայցերները հաճախ լինեն, հեռու գյուղ ենք, սահմանամերձ գյուղ ենք, մեր ժողովրդին մեծ օգնություն է տվել։ Ես 25 տարի շաքարով հիվանդ եմ, ստանում եմ ինսուլին, օրական 5 անգամ սրսկում եմ, հետո ճնշում է լինում, ճնշման տեղ եմ խմում, ուրախ եմ, որ սենց գալիս եմ, մեզ նեղություն չեն տալիս, գալիս են տեղում ես ստուգում, նայում չեն գնում օրերով, ժամերով։ Չեմ ասում, թող հիվանդները շատ լինեն, թող քիչ լինեն, բայց տա Աստված, որ մեր այս կազմակերպությունը միշտ ուշադրություն դարձնի մեր ժողովրդի համար, մեր բնակիչների համար։ Հիմնական բնակիչներից շատերը ծեր են։ Հիմա ծեր մարդիկ ոնց հասնեն, ոնց գնան հասնեն Կապան, այդքան հեռավոր կիլոմետրի վրա։ Վարչական ղեկավարը նշում է, այսպիսով ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնվել է, կսպասարկեն նաև հարակից գյուղերին։ Չնայած նրան, որ այստեղ բժշկի մեծ մասամբ դիմում են ծերերը, այնուամենայնիվ 250 մշտաբնակներով ծավում գերակշռողը երիտասարդներն են։ Հաշվի առնելով Կապանի տարածաշրջանի գյուղերի փոքրությունը, չափերը, հաշվի առնենք, որ ծավը ունի եւ պարտեզ եւ գործող դպրոց, այսինքն գյուղը շարունակելու հույս կա եւ տվյալ բուժկետը ինքը գյուղին եւս ինչ որ ձեւով աջակցություն եւ օգնություն է մարդկանց հույս ներշնչելու առումով։ Վիվա հիմնադրամը ստեղծվեց քառօրյա պատերազմի օրերին։ Արդեն 9 տարի է, ինչ բժիշկների եւ կամավորների շարժական խումբը հարյուրավոր գյուղեր է այցելում։ Հեռաբժշկության կետեր կգործարկվեն նաև Սյունիքի, Նորաշենիկ, Խնձորեսկ եւ տեղ բնակավայրերում, իսկ հետագայում էլ այլ մարզերում։